Ես ձեզ ասեմ, հարգելիներս, որ նևրոտիկ խանգարումներ կարող են զարգանալ ոչ միայն տրավմատիկ իրադարձություններից հետո, այլ նաև պարզապես փոփոխություններից։ Ադապտացիան, այսինքն հարմարվողական հատկությունը մարդու ամենակարևոր հոգեկան հատկություններից է, որը թույլ է տալիս բնականաբար արտաքին փոփոխությունները ընդունել եւ գնալ ու ապրել դրան զուգահեռ։ Բայց ոմանց մոտ ինչ է տեղի ունենում, ոմանք չեն այդ փոփոխությունը ընդունում, օրինակ մարդը անցել է թոշակի, չի կարողանում հարմարվել իր նոր դերին, փոխել է աշխատանքը, չի կարողանում նոր կանոնները ընդունել, հենի մեջ է դեռ, փոխել է կարգավիճակը հարաբերությունների, ամուսնացել է միգուցե այդ նոր ձևաչափին չի հարմարվում, հարս է եկել տուն, նոր մարդուն չենք հարմարվում, նոր ընտանեկան ինչ-որ կազմին եւ այսպես շարունակ, եւ ինչ է տեղի ունենում հարգելիներս, արտաքին փոփոխությունների նկատմամբ ներքին այդ դիմադրությունը ծնում է քրոնիկ լարվածություն, որի պտուղներն են իհարկե տագնապամշտական լարվածությունը, կպչուն մտքերը, սոմատիկ ինչ-որ խնդիրները, մարմնական ցավեր, դիսկոմֆորտ եւ այլն։ Եվ հետևաբար բարև նևրոզ։ Իսկ ադապտացվող մարդը ինչ է անում։ Ադապտացվող մարդը արտաքին փոփոխությունների նկատմամբ ինքն իրեն վերակազմավորում ու վերակառուցում է, այդ ամենին զուգահեռ։ Դրա համար տեղի ունենում ինչ։ Պարզապես անցում մի էտապից մյուսը։ Եթե ուզում ես պրակտիկ քայլեր, հակիրճ, ինչպես ավելի հեշտ ադապտացվել նոր իրավիճակին, ապա կարդա ներքևում։